Այս կադրերում ամենացավալին արցախցիների փայլող աչքերը եւ ոգևորված հայացքները տեսնելն է։ Նրանք չգիտեին, որ այս բախտորոշ հանրահավաքից եւ Արցախը Հայաստանը եւ վերջ չարագուշակ մարգարեությունից մոտ 1 տարի անց այն անձը, ում այդպես ծափահարում էին, իրենց հայրենիքը վերածելու է Ադրբեջան։ Արցախյան էլիտայի այն ներկայացուցիչները, որոնք զգուշացնում են Փաշինյանից եկող վերահաս վտանգի մասին, կամ ձերբակալված, կամ մեկուսացված, կամ վարկաբեկված էին։ Իսկ նա այդ ընթացքում Ստեփանակերտում անվրդով հանրահավաք էր անում, որ հետո նույն Ստեփանակերտը Խանքենդի դարձնի։ Շարունակենք հիշել եւ հիշեցնել, թե ինչպես վիժեցրեց բանակցային գործընթացը մինչեւ պատերազմը։ Արցախը Հայաստանը եւ վերջ կացնային պնդումը արված Ստեփանակերտի հրապարակից հիմնավորապես գլխատեց ամբողջ բանակցային տրամաբանությունը։ Ոչ միայն Ադրբեջանը, այլև համանախագահ երկրները քննադատեցին Փաշինյանի այս դիրքորոշումը, այն անվանելով առավելապաշտական եւ ապակառուցողական։ Ալիևն իրեն արված քարոզչական այս նվերը լիուլի օգտագործեց բոլոր հարթակներում ընդդեմ Հայաստանի, պնդելով, թե Արցախն Ադրբեջան է եւ բացականչական նշան։ Իդեպ Ստեփանակերտյան հայտնի հանրահավաքում Փաշինյանը միայն իրեն բնորոշ ցինիզմով Թավշյա հեղափոխություն կոչեցյալը տարածել էր նաև Արցախի վրա, պնդելով, թե իբր ամբողջ Արցախն է իրեն աջակցել եւ աջակցում, եւ սուտ խոստում տալով, թե այդ պատասխանատվությունը երբեք գետնով չի տա։ Եթե հեղափոխությունից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետությունն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի եւ հեղափոխության թիկունքին, ամուր պահելով այդ թիկունքը եւ մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին։ Եվ ուզում եմ իմանաք, սիրելի արցախցիներ, դա բարձր, չափազանց բարձր գնահատանքի արժանի իրողություն է եւ կարող եմ լիաթոք ասել, հպարտ ենք ձեզանով, սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք։ Այն պնդումները, որոնք արել էր տասնյակ անգամ Հանրապետության հրապարակից եւ խորհրդարանական ամբիոնից, վերահաստատում են նաեւ Ստեփանակերտում, թե իբր միայն Հայաստանի եւ Արցախի ժողովուրդն են որոշելու Արցախի ճակատագիրը, եւ ոչ ոք իրավասու չէ միանձնյա որոշելու այն։ Դարձյալ խոստացավ մի բան, միանձնյա որոշեց ինքը։ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Ամբողջահաճ ժողովրդական հավանությանն ու ծափահարությունների արժանացած այս պնդումները որևէ աղերս չունեին իրական բանակցային գործընթացի եւ այդ շրջանում Ալիևի հետ արդեն իսկ փուլային տարբերակի քննարկումների հետ։ Փոխարենը պատասխանատվությունն իր վրայից հանելու եւ ժողովրդի վրա բարթելու անհաջող փորձ էին։ Հատկապես Արցախը Հայաստանը եւ վերջ ձևակերպումն անտեղի ու իրապես վտանգավոր թեզ էր եւ փոխանակ դրա հետևանքները մեղմելու նույն ռետորիկան շարունակվեց։ Անկախության տոնի պաշտոնական միջոցառման ժամանակ Բակո Սահակյանին ոչ թե որպես Արցախի Հանրապետության նախագահ, այլ Արցախի մարզպետ էին ներկայացնում։ Ի պատասխան այդ ամենի, Բաքուն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը, հրաժարվելով նույնիսկ նախկինում իր կողմից որպես փողզիջում առաջարկված ինքնավար հանրապետության թեզից։ Արցախն առանց որևէ կարգավիճակի պիտի լինի Ադրբեջանի կազմում, ասում է Ալիևը։ Փաշինյանն ավելի է սրում առանց այն էլ լարված խոսքային փոխհրաձգությունը եւ իրեն դիրքավորում որպես ի սկզբանե ոչ փողզիջումային ֆիգուր։ Ադրբեջանը ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքը այդպեսին է, այսպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող, ուրեմն մեր սկզբունքն պետք է լինի Արցախը Հայաստանը եւ վերջ։ Վարչախումբն այդ ժամանակ ոչ միայն կոծկում էր բանակցությունների բովանդակությունը, այլև դրանց տեղի ունենալն ինքնին։ Պնդում էին, թե դրանք ընդամենը կոնսուլտացիաներ են։ Շարունակաբար իբր պատահաբար ինչ-որ թարգմանական սխալներ էին ի հայտ գալիս, ինչպես 2019-ի տարեվերջին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում Զոհրաբ Մնացականյանի տեքստում, երբ պարզվեց, որ ներքին եւ արտաքին լսարանին ուղղված նրա տեքստերը տարբեր են։
Մարդիկ փուլային տարբերակ էին քննարկում, հետո պնդում, թե բանակցություններ առհասարակ չկան։ Փաշինյանը հաշվետու չէր անգամ հայ ժողովրդին, բայց ահա ադրբեջանցի գործակալին Միլանի եկեղեցում լսում եւ պատասխանում է, տեղի հայերին հորդորելով թույլ տալ ադրբեջանցուն արտահայտվել։ Пожалуйста, прекратите, умоляю вас, прекратить надо эту войну. Нам эта война не надо. Мы хотим демократию, мы хотим свою родину, землю. Освободите нашу землю, пожалуйста, господин министр. Еще хочу сказать, вы думаете, пожалуйста, он демократический человек. Пожалуйста, скажите, пожалуйста, да? Մյուս կողմից անհայտ հանգամանքներում բանակում չծառայած, բայց գերագույն հրամանատար դարձած Փաշինյանը անհոգությամբ սպառազինության գնման պլան էր փոփոխում, որտեղ առաջնային տեղ է զբաղեցնում սելֆիի համար առանց զինամթերքի ձեռք բերված կործանիչ ավիացիան։ Այդ պատճառով չեն գնվում նախապես ծրագրված հակաօդային պաշտպանության միջոցներն ու անօդաչու թռչող սարքերը։ Զուգահեռաբար նա շարունակում է կադրային հավալա խաղալ բանակում, հարկի անհարկի հեշտորեն նշանակելով ու ազատելով գլխավոր շտաբի պետին, նրա տեղակալներին, վարչությունների պետերին, զորամիավորումների հրամանատարներին, պաշտպանության բանակի հրամկազմին։ Այդ ամենն իհարկե պետք էր ուղեկցել խրոխտ տեքստերով։ Այստեղ նա պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկում է իրեն հմուտ ռազմագետի եւ մեծ արցախասերի տեղ դրած։ Ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է մեր զինվորը ամուր, որը սահմանը պահում։ Բիզնեսը, քաղաքական գործունեությունը կապ չունի ընդդիմադիր թե իշխանական։ Որևէ բանը, որևէ գործունեությունը իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետև եթե դուք մենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակին, մնացած ամեն ինչը կլինի անիմաստ։ Մի կողմից գնում էր դիրքեր եւ իբր զինծառայողների մարտական ոգին բարձրացնում, մյուսով հետապնդում գեներալներին, անհեթեթ փոխատեղումներ անում, հերրակա սպառնում Արցախի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների։ Ոչ միայն Բաքվից, այլև Մոսկվայից, Փարիզից եւ Վաշինգտոնից կիսապաշտոնական փորձագիտական ազդակներ էին գալիս, ըստ որոնց բանակցային բովանդակությունը շեղվել է ոչ հոգուտ մեծ։ Փաշինյանը վերադարձել է 1997 թվականի վիճակին, փուլային տարբերակին, ինչի շահառուն միայն Ադրբեջանն է։ Փաշինյանն ինքը իբր հերքելով այս պնդումները հստակորեն ազդարարում է, որ Արցախի հարցով որոշում կայացնողն արդեն քաղաքացին չէ, այլ այն անձը, որին իբր նույն այդ քաղաքացին վստահել է։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ 2019-ն ամփոփվում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների արդեն երկրորդ համատեղ նիստով։ Այն ավելի շատ խորհրդանշական, ցուցադրական, քան գործնական նշանակություն ուներ։ Հայաստանի բոլոր նախկին նախագահները մշտապես էլ մեկնում էին Արցախ եւ իրենց դիրքորոշումները համաձայնեցնում Արցախի իշխանությունների հետ։ Սակայն դրանից շոու չէին սարքում, Երևանում համատեղ նիստեր չէին բեմադրում։ Փաշինյանը դա էլ արեց։ Այսօր մի կողմից ծիծաղելի, մյուս կողմից ողբերգական է լսել, թե ինչեր է նա խոսում Արցախի իշխանության հետ համատեղ հրավիրած անվտանգության խորհրդի նիստում։ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը եւ ընդգծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը։ Ասաց եւ արեց ճիշտ հակառակը։ Իր ձեռքով ոչնչացրեց Արցախի սուբյեկտայնությունը։ Անկամ հիմա, երբ Արցախն ամբողջապես հայաթափված եւ օտարված է թշնամուն, նա նույնիսկ Երևանում չի հանդուրժում Արցախի ինստիտուցիոնալ ներկայության, Արցախի սուբյեկտայնության պահպանման միտքը եւ նույնիսկ Արցախի պետական համալսարանի վերատեղակայման գաղափարը։ Սա 2019-ի դեկտեմբերն է։ Պատերազմին դեռ 9 ամիս էլ կար, եւ հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը աղետաբեր 2020 էին թևակողում, այդպես էլ չիմանալով, թե վարչախումբը ինչ աղետներ է բերելու իր գլխին 2020 թվականին։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։